Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկ խաղաղ բողոքի ակցիա, որը վերածվեց ցուցարարների եւ ոստիկանների միջև բախման։ Ավելի քան 100 վնասված քաղաքացի հունիսի 12-ին Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցածից անցել է 1 տարի։ Ինչ է արել իրավապահ համակարգը հարուցված գործերի վերաբերյալ։ Կան մեղադրյալներ, կան պատժված անձինք։ Հետապնդում չկա, կալանավորված ու ձերբակալված անձինք չկան։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, պայթյունատեխնիկական, հետքաբանական, քիմիական համալիր փորձաքննություն, սակայն դեռևս պատասխանները չկան։ Հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք։ Իսկ եթե պաշտոնական մեկնաբանությունից հանենք մասնագիտական տերմիններն ու ներկայացնենք ավելի մատչելի լեզվով, կստացվի, որ 1 տարվա ընթացքում սայլը տեղից չի շարժվել։ Փոխարենը բավականին ինտենսիվ առաջ է գնում այդ օրերին տեղի ունեցած տարբեր ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դատավարությունը։ Ընդ որում հատկանշական է, որ այս մեղադրյալների գործը դեպքից ընդամենը 1 ամիս անց արդեն դատարանում էր եւ արդեն մոտ 1 տարի քննվում է դատարանում, իսկ այն ոստիկանները, ովքեր բռնություն էին գործադրում ցուցարարների նկատմամբ, խոսքը եւ կարմիր բերետավորների մասին է, որոնց կողմից ծեծի ենթարկելու կադրերը նույնիսկ տեսաձայնագրությունները կան, այսինքն հրապարակված են, իրենց դեմքերը երևում է։ Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառել է նաև լուսաձայնային նռնակ, բազմաթիվ քաղաքացիներ են տուժել։ Նրանցից մեկը Եսայի Քարամյանը կորցրել է մատները, այս գործն էլ է տեղում դոփում։ Տղամարդու մասով ով նռնակը վերցրել էր եւ ձեռքի մեջ էր պայթել, այս մասով էլի իմ տեղեկություններով ուրեմն որևէ առաջխաղացում չկա, մենք խոսում ենք հստակ քաղաքական process-ի մասին, ինչի, որովհետեւ հենց այդ դեպքերից անմիջապես առաջ վարչապետ ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ, շնորհակալություն հայտնեց ոստիկաններին։ Հարությունյանի խոսքով լուսաձայնային նռնակներ կիրառելու, քաղաքացիներին լուրջ վնաս հասցնելու փաստը մի կողմ թողած, իրավապահ մարմինները լրջորեն զբաղվում են այն քաղաքացիների գործերով, որոնք դիցուք շիշ են նետել ոստիկանի վրա, ընդ որում այն շիշը, որը քաղաքացիների վրա էին գցում հենց ոստիկանները։ Բա ինչ արեք։ Ոստիկանները, մասնավորապես կարմիր բերետավորները, դիտավորությամբ թիրախ էին դարձրել Աբրահամ Գասպարյանին, կարճ ժամանակով բացվել էր կարմիր բերետավորականների շղթան, որից հետո մինչև 6 կարմիր եւ սև բերետավոր սպաներ մատնացույց էին արել Գասպարյանին եւ մյուս սպաներին, հրահանգել քաշել նրան տեսախցիկների առջևից ու արդեն 20 հոգով ծեծել։ Գասպարյանին առնաշաղաղ վիճակում տեղափոխել էին ոստիկանական բաժին, միայն 3 ժամ անց էր Գասպարյանը կարողացել գնալ հիվանդանոց, ախտորոշվել էր ուղեղի ցնցում, կողոսկրերի կոտրվածք։ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցածի համար նախաձեռնվել է վարույթ խոշտանգումների կամ լիազորությունները չարաշահելու, կողոպտելու մեղադրանքով։ Ինչ է արվել այս 1 տարվա ընթացքում։ Բան չկա, պարզ ասեմ։ 1 տարվա մեջ նախաքննություն է ընթանում, այո, ծավալուն է, բայց 1 տարվա մեջ մենք որևիցե ինչ-որ ոստիկանի չենք արել, որովհետեւ ոստիկանի նկար կամ ինչ-որ բան մեզ ցույց չեն տվել։ Ակնհայտ ոստիկանական ուժերից մենք ունենք այդ փաստերը տվյալները, որ առևանգում են, խոշտանգում են, մի քանի հոգով ծեծում են։ Ոստիկաններ են տարբերակվող, որովհետեւ բան է, չէ՞, տենց գլխին կարմիր բերետներ կար, այսպես ասած ժողովրդի լեզվով ասած կարմիր բերետավորներն են։ Կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է տեղի ունեցած ու այդ ամենն անողների դեմքերը։ Փաստաբանի կարծիքով դեռևս չկա գեթ 1 մեղադրյալ քաղաքական պատճառներով։ YouTube-ում կամ այլ լրատվամիջոցների լրագրողների կողմից բազմաթիվ տեսանյութեր են արել։ Հեղեղված է այս բանն էլ համացանցը, ըստ մենք երևակայ խոսում ենք ցանկության մասին։ Այնպես չի, մեր վարույթ իրականացնող մարմինները չգիտեն ձևերն ու եղանակը, շատ լավ գիտեն։ Կարծում եմ, որ քաղաքական ենթատեքստ չլիներ, հիմա արդեն վաղուց մեղավորներ կային կամ, չգիտեմ, մեղադրանքի շուրջ հարցաքննվածներ կլինեն։ Զուգահեռ իրականությունը հենց այս տեսքն ունի, համոզված են փորձագետները։ Ասում են, երբ իրար կողք ենք դնում կառավարության, անկախ դատարանների, արդար դատական համակարգի մասին բարձրագոչ հայտարարություններն ու 1 տարվա ընթացքում ակնհայտ փաստերով տեղում կանգնած գործերը, պատկերն ամբողջանում է։
սայլը տեղից չի շարժվում, նաև ներսում, համակարգում։ Մեղավորի ու անմեղի որոշումը կախված է մեկ մարդու քաղաքական ու անձնական շահերից։ Գառնի Մութաֆյան, Էդիկ Մալաքյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։